Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Գալայի հյուրը այսօր նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն է, բարև ձեզ Տիկին Կարապետյանց, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, ուրախ եմ այստեղ անձամբ ներկա գտնվել Գյումրիում, որովհետև սա իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է։ Չնայած ես Հայաստանը քառակուսի սանտիմետրով ամբողջ Հայաստանն եմ սիրում, բայց Գյումրիի հետ ինձ կապող հարազատական կապեր կան, այնպես որ յուրահատուկ վերաբերմունք ունեմ։ Մեր զրույցը սկսենք 3 մայրաթոռում տեղ ունեցածի մասին։ Ինչպես գիտեք, 10 եպիսկոպոսները հայտարարությամբ հանդես եկան, հետո նաև Արագածոտնի թեմը հայտարարեց, որ պատարագ է լինելու մայրաթոռում փաստացի, ես 3 իմ աչքերով տեսա այն ինչ կատարվում է, սա բառերով նկարագրել հնարավոր չէ, երբ հայը հայի դեմ էր կանգնած եւ մեջտեղում մայրաթոռներ, ուժայիններով շրջափակված, ուժայինների հոծ բազմությամբ, չեք կարծում ինչու է լինում այս ամենը, ինչ է տեղ ունենում այսօր եկեղեցու շուրջ։ Շատ պարզ բացատրություն ունի։ Երբ դու ունես իշխանություն, եւ սա իսկապես այն տարբերակը չի, որ ասում ով ինչ անում է իշխանության, մեղավորը Նիկոլն է, չէ։ Իսկապես մենք ունենք իշխանություն, որի բոլոր գործողությունները հետևողականորեն տանում են մեզ ոչ միայն պառակտման իրանք արդեն բերել են մեր հասարակությանը տարբեր պատճառաբանություններով, տանում են բախման եւ մեր ժողովրդի տվյալ դեպքում նաև եկեղեցու բացառիկ իմաստության եւ չգիտեմ խոհեմության արդյունքն է, որ մենք այդ բախումները մինչ այս պահ գոնե չենք ունեցել, ես հուսամ չենք ունենա։ Բայց իսկապես կա իրավիճակ, որտեղ ու ես նայում եի այդ տարբերությունը, հա, շատերից եմ հարցրել, ասում կարող է ես այսպես օբյեկտիվ չեմ եկեղեցու կողմից եմ այս տվյալ դեպքում դրա համար իմ աչքին մի ու մյուս կողմի հետևորդները կամ մարդիկ ովքեր եկել են սատարելու մի ու մյուս կողմը տարբերակված են, նայում ես թե ինչքան հանգստություն եւ ինչքան սեր ու լույս կա մի կողմի, եկեղեցուն պաշտպանող կողմի հավաքված մարդկանց մոտ եւ ինչքան ագրեսիա ու ատելություն կա, անհասկանալի շարժումներ, միմիկա կա հակառակ կողմում, բայց ինձ հաստատեցին, որ չէ, միայն ես չեմ դա նկատել, շատ-շատերն են նկատել։ Ավելի շուտ վախվորած հայացքները փախցնող, այո, ագրեսիա կար, բայց այնուամենայնիվ ակնհայտ էր, որ այս մասան եկել է հրահանգով, ամենաուշագրավը սա էր, որ ես արձանագրեցի, այսինքն եթե վստահ լինեին, եթե հասկանային, որ իրենք արդարության կողմնակից են կամ արդարացի պահանջ են ներկայացնում, ավելի ինքնավստահ կլինեին, այս դեպքում մենք ինքնավստահ հատվածի հետ գործ չունեինք բացարձակ։ Բայց ունեինք մի հատվածի հետ, որին տրված էր երաշխիքներ, որ իրենք որևէ գործողության համար պատասխանատվություն չեն կրելու, այդպիսի հատվածներ մենք տեսել ենք տարբեր ժամանակներում, երբ փողոցում էին օրինակ անդիմադիրները եւ այդ հրահարող խմբերը, խմբակները ինչպիսի վարքագիծ էին դնում, ինչպես են իրանք խուսափում կամերաների, շատ ճիշտ եք ասում։ Ես մի քանի հատվածներ նայեցի, տարբեր լրագրողներ նկարում էին դեմքերը մարդկանց ու ինչպես են իրանք թաքցնում դեմքերը։ Մի ամբողջ կյանք ապրես մազերդ սպիտակած տղամարդ կամ կին, գաս ու դեմքդ փախցնես կամերայից ու ամանչես կամերայի մեջ նայելու, բայց եթե արդար եք ժողովուրդ ջան, եթե ձեր քայլը, ձեր գործողությունները իսկապես ձեր հավատամքն է, մարդ իր հավատամքից չի ամանչում։ Մարդ իր ազնիվ գործողությունից չի ամանչում։ Դուք ձեր նման լրագրող, իդեպ շատ իսկապես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին, որովհետև այդ լրագրողների, ինչ ասեմ, նվիրյալ աշխատանքի արդյունքում մենք կարողացանք տեսնել այդ ամբողջական պատկերը, որտեղ ոչ բոլորն են կարողացել ներկա գտնվել Գյումրիում եւ կան մարդիկ նաեւ ովքեր տենց կիսակ sense կամուկացի մեջ են, հա չեն հասկանում ինչա կատարվում, բայց այդ պատկերը, որը դուք կարողացաք փոխանցել, դա իսկապես ցույց տվեց ամբողջական իրավիճակը, որտեղ կային եկեղեցու համար կանգնած, այսինքն ամուր ոտքերով են լեգենդայի նման, հա որ ասում է թագավորին դեպերում են հայկական հողի վրա ու ինքը տենց խիզախ խրող ճառեր ասում ու տանում են օտար հողի վրա տենց թուլացած։ Այ ովքեր եկել էին պաշտպանելու հայկական հայ առաքելական եկեղեցին, իրենք վստահ, ինքնավստահ կանգնած են իրենց դիրքերում։ Մնացածը մոտիվացիան ո՞րն է բաժան անելու, պառակտելու, բսկտելու հասարակությանը, այսինքն մենք պերմանենտ ունենք այս process-ը, այսինքն ամեն օր հերթական մի միջադեպին ենք բախվում կամ ինչ որ միջոցառման, կրկեսի հերթականը, որի նպատակը ոչ թե միավորելն է, համախմբելն է, չգիտեմ, մեսիջներ տալը, այնուամենայնիվ իշխանությունն է, այսպես կոչված էլիտան, պիտի մեսիջներ տա, որը պիտի համախմբի հասարակությանը, պիտի, չգիտեմ, ազգային օրակարգ ձևավորի, հազար ու մի բան մենք այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած այսօր Հայաստանը անասելի եւ մենք ունենք այսպիսի առաջնահերթություններ։ Մի քանի պատճառ։ Նախ մենք
չունենք էլիտաներ։ Մենք ունենք շատ ազնիվ, պարկեշտ, պրոֆեսիոնալ անհատներ առանձին ոլորտներում, գրեթե բոլոր ոլորտներում անհատներ, բայց էլիտաներ ձևավորված չունենք, այլապես այս խեղկատակները այսպիսի իրավիճակ չեն կարողանա ստեղծել։ Մենք չունենք, հետևողականորեն մեզ տանում են համախմբման, բացառման տարբերակով, բայց տեղի է ունենում հակառակը։ Ես իսկապես շատ ուրախ եմ, որովհետև ես տեսա, թե ինչպես են Էջմիածնի եկեղեցի շուրջ հավաքվել կամ ներսում արդեն հավաքվել էին մարդիկ, ովքեր շատ ուրիշ պարագաներում գուցե իրար կողքի չկանգնեին։ Եվ դա բացառիկ իրավիճակ է։ Ես տեսնում եմ, թե ինչպես են երիտասարդները շարունակաբար գնում եկեղեցի եւ մասնակցում պատարակներին։ Սա բացառիկ հակառակ էֆեկտն է, Նիկոլ Փաշինյանի ցանկացածի հակառակ էֆեկտն է տալի։ Դե մի բաներ իրան շնորհակալություն ասենք, ապրես Նիկոլ Փաշինյան, դու որ չլներ, ասում է, ջահելները եկեղեցի գնացող չէին, մենք ամեն անգամ եկեղեցի գնալուց դա չենք հրապարակելու։ Հիմա մենք այդ process-ով անցնում ենք։ Մենք անցնում ենք ամենադժվար process-ը։ Մենք մեր մեջ փոփոխություն ենք վերապրում, վերածնունդ ենք վերապրում։ Մեր հավատի հետ կապված վերածնունդ, մեր պետականության կարևորության հետ կապված այդ վերածնունդն ենք ապրում, օրենքի, իրավունքի, սահմանադրականության կարևորության վերածնունդն ենք ապրում։ Մարդիկ սկսում են հասկանալ, ինչի է պետք ունենալ պետություն, որպեսզի օտարը քեզ այսպես չկառավարի, հրահանգով քո սահմանադրությունը չփոխի։ Ինչի է պետք ունենալ, օրինակ, ամուր պետություն, որպեսզի քո նահատակները, քո տան զավակները չգնան չնահատակվեն, հետո մի սրիկա չգա ասի, դե այտենց գնացին, եսին պետք էր, պետք չէր, մենք է չգիտենք, պետքա թե չէ։ Այսինքն այս ամեն ինչը մեզ համար մի տեսակ վերածնունդի process է տեղի ունենում եւ պատմությունը ցույց է տալիս, որ ամենածանր ժամանակների ընթացքում, այ վերջում իսկապես ծնվում են հերոսներ, լավ իմաստով հերոսներ, լավագույն իմաստով հերոսներ, որոնք առաջնորդում են իրենց պետությունը։ Մենք բազմաթիվ անգամ անցել ենք այս անկման գահավիժման process-ը, այս մի քանի հազարամյակի մեջ անցել ենք, ու ամեն անգամ մենք ունեցել ենք Վարդան Մամիկոնյանն ենք ունեցել, Նժդեհել ենք ունեցել, Մեսրոպ Մաշտոցել ենք ունեցել, մենք ամեն ինչ ունեցել ենք, մեզ որ շատ հուսահատվելու կարիք չկա, մենք անպայման ունենալու ենք առաջնորդներ։ Բերեք հասկանանք իշխանությունն ինչ էր ուզում սրանով։ Այսինքն մի քանի հարցեր լուծում։ Առաջինը ունենալ պարակտված հասարակություն, որովհետև պարակտված հասարակությանը շատ ավելի հեշտ է կառավարել։ Երկրորդը ընտրություններին ընդառաջ պետքա որպեսզի հասարակությունը չուզենա գնալ մասնակցել ընտրություններին։ Շատ կարևոր է մեր հասարակությանը հասկանալ։ Օրվա իշխանությունների ու կապ չունի ում մասին է խոսքը։ Իրանց ընտրողները պարտադիր գնում են ընտրությունների, որովհետև իրենք կամ պետական աշխատողներ են, ասել ադմինիստրատիվ ռեսուրս ծեծելով տանում են, կամ իրանց մոլի երկրպագուներն են, որոնք այսպես շարաններով գնում են ընտրելու իշխանությունների։ Ընդդիմության ձայները պետքա վաստակել, պետքա ու եթե չեն մասնակցում ընդդիմության համար ձայն տվողները, տոկոսային հարաբերությամբ, ասենք տեսակարար կշիռով իշխանության ձայները լինում են շատ բարձր։ Նիկոլ Փաշինյանի երազն է, այն մուրազը գիշերը քնում այտենց երազանքներ ա ունենում, որպեսզի այն 60%-ը, որը չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին, իրանք ուղղակի չգնան ընտրություններին, որ Նիկոլ Փաշինյանի այն 10-15%-ը իր տեսակարար կշիռով դառնա 50 եւ ավել տոկոսներ։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է այս ճանապարհով գնալ, իսկ ընդդիմությունը պետքա ողջամիտ ամեն անգամ մեր հասարակությանը դիմելով խնդրել կամ պահանջել, եթե կուզեք, որ դուք պիտի գնաք ընտրության։ Պարտադիր պիտի գնաք ընտրության, կապ չունի թե դուք ում եք ընտրելու, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր սատելիտներից։ Բացի նրանցից, ում դուք մերժել եք արդեն, գնացեք ընտրեք ցանկացածին, բայց գնացեք ընտրության, որովհետև դա է ձեր ճակատագիրը որոշելու։ Այստեղ դուք նշեցիք էլիտայի մասին, որ եթե լիներ այո էլիտա, մենք այս իրավիճակի առաջ չէինք կանգնի։ Ես երեք տեսա նաև խորհրդարանական ընդդիմադիրներին, անկեղծ ասած առանձին յուրաքանչյուրին առիթ կլինի հարցնելու, բայց ես իրենց իմ հարցը իրենց հետևյալն էր լինելու, թե արդյոք դուք չեք զգում ձեր մեղքի բաժինը այսօր տեղ ունեցածի առումով, այսինքն ինչքան պիտի ընդդիմությունը, տիտղոսային ընդդիմությունը եւ ընդդիմությունը առհասարակ, ինչքան պիտի լինի թույլ, ինչքան պիտի լինի օրակարգ չստեղծող, ինչքան պիտի լինի ապաշնոր, որ թույլ տա այնուամենայնիվ սա թողտվության արդյունք էր։ Երեք տեղ ունեցածը թողտվության արդյունք է, այսինքն եթե մենք ունենայինք իսկապես կայուն ուժեղ ամուր ընդդիմություն, այդ վախը անգամ թույլ չէր տա Փաշինյանին գնալ այսպիսի գործողության։ Դա դեռևս 21 թվականին երևաց, թե մեր հասարակության նորից վերադառնալով ողջամտությանը, մեր հասարակությունը մի անգամ մերժածը երկրորդ անգամ մերժելու ցանկություն չունի։ Մի անգամ մեր հասարակությունը 18 թվականին մերժել էր այն, ինչ մերժեց։
21 թվականին մերժեց երկրորդ անգամ եւ ընտրությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանին էր ձայնը տրվել, այլ երկրորդ անգամ մերժեց այն, ինչ որ ինքը չէր ցանկանում, ինչի վերադարձը ինքը չէր ցանկանում։ Եվ այո, այսօրվա իրավիճակը իրանց մեղքի բաժինը ունեն նաեւ դիտողային ընդդիմությունը, շատ ցավալի է, բայց փաստ։ Եվ իրենք ամենացավալին գիտեք որն է, որ իրանք չեն ուզում դա ընդունեն, իրանք չեն հասկանում, որ հասարակությունը ձեզ մերժում է, որտեղ ամեն անգամ, երբ որ հասարակությունը պատրաստ է դուրս գալ փողոց եւ ամբիոններում կամ չեմ բեմերին հայտնվում եք դուք, հասարակությունը գնում է տուն։ Մայիսի 9-ին Բագրատ Սրբազանի հավաքի տապալումը հենց ձեր հայտնվելն էր։ Չեն էլ ընդունում, չեն էլ համակերպվում, մեկ տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենք այսպես պասերով շատ սինխրոն աշխատում են։ Ես իսկապես լուրջ կասկածներ ունեմ, որ իսկապես աշխատում են սինխրոն, թեպետ խոսքը կուսակցականների մասին չի, ովքեր շարքային կուսակցականներ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ տարբեր կուսակցությունների շարքային անդամները իսկապես սրտացավ են, իսկապես խնդիրները տեսնում են ու պատրաստ են ինչ-որ պայքարի դուրս գալ, բայց Ժորժ ջան, ձեր ղեկավարությունը ամեն անգամ տապալում է այս process-ը։ Մի հատ հաշվեք 10-20 թվականից հետո քանի անգամ է եղել տապալման process։ Դե մնացածն էլ ասում են նոր հայտ եկած ուժերն են, օրինակ մեր նման ուժերը դեռ այդքան ռեսուրս եւ հնարավորություն չունեն հասարակությանը այսպես գեներացնելու այնչափ, որ կարողանանք ամբողջ փողոցը, այսպես ասած, ամբողջ Երևանը պարալիզացնենք եւ ժողովրդի ձայնը տեղ հասցնենք, բայց ես կարծում եմ դա էլ է ժամանակավոր հարց։ Եվ որտեւ իսկապես հիմա ինչի վրա ենք աշխատում մենք, որպեսզի լսարանին ավելի པարզ լինի։ Մենք հիմա ունենք շատ մեծ թվով հանդիպումներ։ Մենք հանդիպում ենք անգամ այն խմբերի, թիմերի, կուսակցությունների հետ, որոնց հետ գուցե ինչ-որ ժամանակ առաջ չէինք հանդիպի, որովհետև տենց, ինչ ասեմ, տարաձայնություններ ունեն կարևոր հարցերի շուրջ։ Բայց հիմա անձնական ամբիցիաները երկրորդ, 10-րդ պլան դնելու ժամանակն է։ Հիմա ժամանակն է իսկապես համախմբվելու, որովհետև այս աղետը պետք է կանգնեցվի։ Եվ ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կունենանք տարբեր ֆորմատներ, ընդդիմության տարբեր բլոկեր կունենանք, որոնք որ իրենց ծրագրերը կներկայացնեն հասարակությանը եւ ամենակարևոր մասը կվաստակեն վստահություն հասարակության ու կստանան մանդատներ կկարողանան կասեցնել այս process-ը։ Ծեծված հարց տամ, այնուամենայնիվ տամ, ուժեր, որոնց հետ կհամագործակցի նժարը, ուժեր, որոնց հետ կատեգորիկ չի համագործակցի, այնուամենայնիվ որքան հասկացա պարլամենտական բոլոր ներկա ուժերին, ասեք, կարող եք ցուցակից խանել։ Հնարավոր չի պատկերացնել։ Այդ մարդիկ իրանց անցած ճանապարհը արդեն անցել են, վերջ, Նիկոլ Փաշինյանը հետ առհասարակ բան չկա անելու, նա միայն քրական պատասխանատվության պիտի ենթարկվի եւ ոչ այնքան մի խոսքով կգա ժամանակը դուք կտեսնեք Նիկոլ Փաշինյանի դատավարությունները, որովհետեւ ես իսկապես անկեղծորեն ուզում եմ, որ Հայաստանում մի անգամ լինի պատասխանատվության, իշխանության պատասխանատվության դատավարություն, որպեսզի հաջորդի եկող իշխանությունները աչքի առաջ օրինակ ունենան, թե ինչ է լինում իրանց հետ, երբ որ իրանք ուրանում են ծրագրերը, հակապետական, հակասահմանադրական, հակահայկական պրոյեկտներ են իրականացնում եւ դավաճանական գործընթացի մասնակից են դառնում։ Այն աղետը, որը բերեց Նիկոլը, եւ այն բարոյալքումը եւ գիտակցված հետևողական համակարգային բարոյալքումը հասարակության արժեքների զրոյականացումը, մեր անցյալի եւ մեր ապագայի զրոյականացումը չի կարող ներվել Նիկոլ Փաշինյանին։ Մի անգամ դրա պատասխանը պիտի տրվի եւ տրվելու է։ Հասկացանք հետևյալը Նիկոլ Փաշինյանի հույսը այո, բաժանիր որ տիրես սկզբունքով պարակտված հասարակությունն է, քիչ մասնակցությունը, վերջերս մենք լսեցինք նաև Եվրամիության պաշտոնյայի հայտարարությունը, կուզեմ խոսել նաև այս մասին, հույսը նաև փաստացի արտաքին օգնությունն է, Կայա Կալասը, Եվրամիության արտաքին հարաբերությունների ներկայացուցիչ հայտարարեց, որ պիտի օգնեն Հայաստանին, հայերը դիմել են խնդրանքով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերվի, ինչպիսի աջակցություն տրամադրել են Մոլդովային, ձեր գնահատականը։ Հանուն արդարության եկեք ասենք, որ բոլոր ժամանակներում ընտրություններին ընդառաջ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հնարավոր ֆինանսավորում են տվել, որպեսզի կարողանան լուսաբանեն, դիտորդական առաքելություն իրականացնել, այսինքն, բայց դա չի ուղղված եղել կոնկրետ ինչ-որ հենց կոնկրետ մի ուղղության։
ասել է թե մենք բոլորին ենք հետևել եւ բոլորի աշխատանքին են գնահատական տվել եւ լրագրողներն են լուսաբանել եւ մենք որպես հասարակական կազմակերպություններ բոլորի աշխատանքին տվել են գնահատական, այսինքն բոլորի խախտումներին տվել են գնահատականներ, անհրաժեշտության դեպքում նաեւ դիմել են իրավապահ մարմիններին։ Ինչ են ասում հիմա։ Ինչպես են փաթեթավորել մեր իշխանությունները փաթեթավորել են սա այսօր Եվրոպայում տրենդ դառած հակառուսական process-ի մեջ, նորից ես ինքս իմ ամբողջ էությամբ, բովանդակությամբ ես ռուսամետ չեմ։ Ինձ ավելի մոտիկ են արևմտյան արժեքները, բայց ինչպես են կարողացել ներկայացնել Տիկին Կալասին ու մնացածին, ասել են ստեղ մի խայտառակ վիճակի ռուսական ազդեցության հնարավորություն կա ու հետաքրքիրն ինչ է, որ չեն խոսել օրինակ թուրքական ազդեցության մասին, չեն խոսել ադրբեջանական ազդեցության մասին, այնինչ ամենաշատ, բոլորից շատ այստեղ հետաքրքրված են օրվա իշխանությունների վերարտադրությամբ հետաքրքրված են Ադրբեջանը եւ Թուրքիան, որովհետեւ Ռուսաստանի նման մեծ պետությունների ըստ էության հետաքրքիրել չի ով կլինի այստեղ իշխանության։ Իրենք ցանկացած մեկի հետ կաշխատեն, մեկի հետ մի քիչ ավելի սերտ, մեկի հետ մի քիչ ավելի թեթև ֆորմատով, բայց իրանք բոլորի հետ էլ կաշխատեն։ Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանին օթի ու ջրի պես անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանը, որտեղ երկրորդ Նիկոլ Փաշինյան Հայաստանում չկա եւ Աստված տա, որ երբևէ այլևս չլինի։ Այնպես որ երբ խոսում են միայն ու միայն Ռուսաստանի մասին, սա ակնհայտ է, արտաքին ազդեցություն ասվածը, այսինքն բառացիորեն հասկացվում է միայն այսպես եւ հասարակության ներսում էլ տեսնում եք այս, այսինքն մարդիկ ովքեր խոսում են, քննադատում են իշխանության, անմիջապես ասում են դու ռուսամետ ես։ Նենց մարդկանց են ասում, որոնց մեղմ ասած շատ դժվար է մեղադրել ռուսամետ լինելու մեջ։ Նախ ես մի հատ շտկում եմ ուզում մտցնել էլի մարդկանց մոտ, որ շատ ճիշտ տպավորություն ունի։ Ժորժ ջան, ռուսամետ լինելու մեջ հանցագործություն չկա։ Նույն դրամաբանությամբ կան մարդիկ, ովքեր արևմտամետ են, ռուսամետ են, չգիտեմ, չինամետ են, տայլանդամետ են, ինչամետ ուզում ես եղի։ Այլ խնդիր է, որ դու այլ պետության շահերն ես առաջ տանում, այդ է խնդիրը։ Երբ որ դու ուրիշ երկրի ագենտ ես բառացիորեն եւ իրենց ծրագրերն ես իրականացնում, այդ է խնդիրը։ Թե չէ ռուսամետ լինելու մեջ ոչ մի խնդիր չկա, որտեղ դա քրեորեն բաժելի process չի, բայց տեսեք ինչ պիտակներ են կպցնում բոլորի վրա եւ բոլորը ցանկացած մեկը, ում մեջ Նիկոլ Փաշինյանը կտեսնի դիմադրություն կամ իրեն հակառակորդ քրեական գործերը, հետապնդումները, չգիտեմ, կալանավորումները, կուսակցությունները չգրանցելը, այդ ամբողջ փաթեթը մի բան էլ ավել, մենք կտեսնենք, ես կարծում եմ վստահ եմ, Մոլդովայից ավելի ծայրահեղ վիճակ ենք այստեղ տեսնելու եւ ամենավատ բանը նա է, որ մենք չունենք քաղաքասարակություն, այլևս չունենք քաղաքասարակություն։ Այսինքն մենք ակնհայտորեն արդեն կան կարմիր գծեր, որոնք հատվել են, հատվում են շղթայաբար, զանգվածաբար, մենք ունենք բացահայտ ապօրինություններ եւ Աստված մի արարցե, եթե կունենանք նաեւ Մոլդովայի փորձը, ԵՄ-ի ուղիղ միջամտությունը, դեմոկրատական, չգիտեմ, process-ները խրախուսելու ճակերտավոր ասած փաթեթավորմամբ ներսում արդյոք ունենք այն ռեսուրսը, արդյոք կա այն հատվածը, որը կասի չէ, սպասեք, այստեղ այսպես չի կարելի։ Մենք թույլ չենք տա մեր երկիրը վերածել, չգիտեմ, ձեր արտաքին խաղահրապարակ թատերաբեմ։ Դա մենք ենք։ Մենք, մեր լսարանը, մենք մի անգամ պետք է մենք ես ինչի եմ ամեն անգամ ասում, որ ինչու է կարևոր օրինակ արդարադատության համակարգ ունենալ։ Իսկապես անկախ արդարադատության համակարգ, որpիսի ամեն դեգեներատ եւ ամեն, չգիտեմ, դիկտատոր չգա ու պատվերով քրեական գործեր չհարուցի։ Ինչի՞ է մեզ պետք ունենալ իսկապես զտված ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաեւ քաղաքացիական հասարակություն, զտված եւ լուստրացված, որովհետև մենք պիտի ունենանք համակարգ, որը կկարողանա քաղաքացու կողքին կանգնել, երբ որ իշխանությունները ինչ որ իմաստով սկսում են իրենց պահել օրենքից դուրս։ Ամբողջը պիտի լինի մեր հույսի վրա, այսինքն այն ներքին անվտանգությունը, արտաքինը մի քիչ ավելի դժվար հարց է, բայց ներքին անվտանգությունը, ներքին կառուցակարգը, ներքին խաղի կանոնները մենք պիտի սահմանենք եւ մենք պիտի միջև վերջ, ինչպես որ երեք եկեղեցու համակիրները կանգնած մնացին եկեղեցու հայրաքելական եկեղեցու կողքին, այտենց մենք բոլորս պիտի միջև վերջ, եւ որ ասում երկու ոտներս մի կոշիկ դրած պիտի կանգնենք ու մնանք մեր պետականության պահպանման, մեր համակարգի նոր համակարգերի ստեղծման, չգիտեմ, միջև վերջ
որտեղ մեծ տարբերակ ուղղակի չեն թողել։ Չկան այլևս դիվանագիտական կորպուսներ, որտեղ կարող ես գնալ դուրս ծեծել, ասես տեղ իրավունք է խախտվում, չկան, այնպես չի որ Եվրոպան այլևս, այսինքն մենք անձամբ ինքս մի քանի նամակներ եմ հասցեագրել եվրոպական կառույցներին, ԱՄՆ դեսպանին, Եվրամիության դեսպանին, զրո արձագանք։ Եվ հիշեցրել եմ, որ Հայաստանում այստեղ process-ներ տեղ ունենում, ուր եք դուք, ինչու չեք արձագանքում, ինչու չենք լսում մենք ձեզ։ Փաստացի այսօր այդ ամբիոնն էլ չկա, ճիշտ է այս առումով, այսինքն ում դիմել, ուր գնալ։ Չի խոսում քաղաքասարակությունը, չկան ներկայացուցիչներ, խոսում ենք դուք, խոսում ենք մենք, խոսում են առողջ adekvat մնացած մարդիկ եւ թեև իրանք շատ քիչ են, բայց որակական առումով մենք հաստատ արդեն նախ մեծ փորձ ունենք անցած, մենք ասում ենք Նիկոլ, sense Նիկոլներ ենք տեսել, մենք այնքան երկար ճանապարհ ու դժվար անցել ենք, որ մենք արդեն թրծված ենք, փորձված ենք ու հաստատ գիտենք ինչ ենք ուզում։ Իսկ երբ որ հասարակությունը ժողովուրդը եւ անհատները այդ թվում նաեւ գիտեն թե իրանք ինչ են ուզում, մնացածը տեխնիկայի հարց է, ժամանակի հարց է, գործիքակազմի հարց է, մեթոդաբանության հարց է։ Սա լուծվող խնդիրներ են, չլուծվող խնդիրներ չկան։ Չլուծվող մի խնդիր կա, դա եռաբլուրն է, որի վերադարձը ուղղակի հնարավոր չի։ Բայց մենք ի պատասխան եռաբլուրի պիտի կարողանանք մեզ վրա մի անգամ պատասխանատվություն վերցնենք։ Կանգնենք ու ասենք, որ այս երեխեքի նահատակությունը մենք պիտի կարողանանք կապիտալիզացնենք։ Մենք պիտի իրանց այն հանուն ինչի իրանք զոհվեցին, մենք պիտի դա պարտավորենք ուղղակի կառուցել։ Ուրիշ տարբերակ մեզ չեն թողել։ Այնպես որ դժվար է լինելու, շատ դժվար է լինելու, բայց լուծումները կան, հնարավորությունը կա եւ ընտրությունները այդ հնարավորություններից մեկն է, բայց միակը չեն։ Այո, եթե ժողովուրդը դուրս գա փողոց, դա կարող է նաեւ բողոքի տեսքով լինել, հա, փողոցային պայքարի տեսքով լինել, ոչ մի բանից ամեն ինչ կարող է լինի։ Մեր ժողովուրդը իսկապես հոգնած է, բայց նաև փոխված է, այդ դեպի վերածնունդ գնալու ճանապարհին է, ես հավատում եմ նույնքան վճռական ընտրությունները նաև Փաշինյանի համար։ Թերևս ավելի վճռական, որովհետև երբ որ մարդ իր կաշվի համար է կռիվ տալիս, անձնական շահ ունի, եւ նաեւ ունի ոստիկանություն, ունի նաեւ ԱԱՑ իրեն շրջապատող պետական բյուջետից սնվող, իհարկե իր հնարավորությունները ավելի շատ են, բայց ուրեմն մենք ամբողջ ժողովուրդը, մի ամբողջ ազգ, մի ամբողջ ժողովուրդ, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի, մի Նիկոլի դեմ մենք ենք պարտվելու, մենք ժողովրդով պարտվելու ենք, որովհետեւ կա մի Նիկոլ, որը սեփական մարմնի տարբեր մասերը փրկելու նպատակ է դրել, չէ՞ թե այսպես չի կարող լինել։ Այնուամենայնիվ կուզեմ սա էլ հարցնել Տիկին Կարապետյանց, կարծես սպառվում է մեր ժամանակը, բայց խոսենք։ Նիկոլի փոփոխությամբ իրավիճակ կփոխվի, արդյոք խնդիրը շատ ավելի խորքային չէ։ Ես հիշում եմ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, 18-ից մի քանի ամիս անց ես հոդված հրապարակեցի, որը վերաբերում էր արդեն պետական գնումներին, արդեն որոշակի չարաշահումների եւ այլն, եւ երբ այդ հոդվածը հրապարակեց, բազմաթիվ հայհոյանքներ ուղղվեցին լրատվամիջոցին, լրագրողին, եւ ես այստեղ հասկացա, որ Նիկոլ Փաշինյանին քարտ բլանշ է տալիս սերժացման, եւ հենց այդպես էլ վերնագրել էի սերժացման քարտ բլանշ տրվեց Նիկոլ Փաշինյանին։ Վաղը իշխանության կգա մեկ ուրիշը, երրորդը, չորրորդը, էական չէ ով։ Եթե չի փոխվում հասարակությունը, հասարակության պահանջները իշխանության նկատմամբ, հասարակության ակնկալիքը իշխանությունից, հասարակությունը իր ձեռքը չի վերցնում, չգիտեմ, չի հասկանում, որ ինքն է իշխանության տերը, մենք այնուամենայնիվ Նիկոլին փոխելով կարծում եմ շատ բան չենք փոխի։ Լրիվ համաձայն եմ։ Իդեպ հենց ձեզ հետ եմ ունեցել հարցազրույց 18 թվականի կարծեմ օգոստոս, սեպտեմբեր գուցե ամիսներ գալայի Երևանյան գրասենյակում, ես էլ եմ այն ժամանակ ասել, որ եթե չկանգնեցվի իշխանությանը չվերահսկես որպես քաղաքասարակություն, որպես հասարակություն, ինքը գնալու է վիշապացման ճանապարհով ու ես էլ եմ հիշում աշխարհի հայհոյանքը ցավոք սրտի եղավ այն ինչ որ մենք կանխատեսում էինք ժամանակի։ Դա է պատճառը, որ մենք շատ թիմերի հետ չեն գնում համագործակցության, որովհետև իրենց պատկերացմամբ կարիք կա միայն փոխել մեկին մյուսով։ Դժվար սահմանադրական շարժումը շատ 2018-ին էլ այդպես եղավ։ Որովհետև այո, Քայլ արա Մերժի Սերժին եւ հետո դրանից հետո ինչ, այդ դա չեն ասում։ Մենք շատ սկզբունքային խնդիր ենք դրել մեզ համար։ Մենք գտնում ենք, որ հասարակությունը անշուշտ հասարակությանը փոխելու համար ժամանակ է պետք եւ պետական մտածողություն է պետք եւ համակարգեր են, պետական համակարգեր են պետք, որոնք մանկապարտեզից սկսած
հասարակություն կձևավորեն, ոչ թե հարկատու կձևավորեն, այլ քաղաքացի կձևավորեն, պահանջատեր կձևավորեն, իրավատեր, պետության տեր կձևավորեն։ Դրա համար ժամանակ է պետք, բայց դրա մյուս կողմը կա։ Երբ որ դու չես փոխում պետության կառավարման մոդելը, երբ որ մարդը գալիս է իշխանության ու ստանում է անսահմանափակ իշխանություն, իսկ մենք հաջողացրել ենք չի փոխում, այսինքն սա 2018-ի իշխանության անելիքն է, պիտի այդ վերահսկող մեխանիզմները ձևավորված լինեին, այսինքն չարվեց ոչինչ, կոստյումը հարմար էր։ Որովհետև պետք չէր, որովհետև մենք ունեցել ենք նախագահական, կիսանախագահական, պարլամենտական կառավարման մոդելներ, որոնք ուրիշ երկրներում նորմալ աշխատում են, մեր մոտ չեն աշխատում։ Մենք առաջարկում ենք հետևյալ մոդելը, որպեսզի մնում ամբողջնույնը դատական համակարգ, օրենսդիր համակարգ, գործադիր համակարգ, նախագահ ինստիտուտը փոխարինում ենք պետական խորհրդով, որտեղ ոչ թե մի հոգի է լինում, այլ 9 հոգի են լինում անկուսակցական 3 տարի 3 փոխվելով, եւ պետական խորհուրդն է նշանակում գլխավոր դատախազին, հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, դատավորներին, մնացած բոլոր անկախ մարմինների ղեկավարությանը եւ կազմը նշանակում է պետական խորհուրդը ինչի, որպեսզի օրվա իշխանությունը չունենա իր, ինչ ասեմ, պատվերով սազանդար գլխավոր դատախազ, որպեսզի չկարողանա անել անիֆի պատմությունները ու մի հատ հակակոռուպցիոն մարմին չունենա, մի հատ գլխավոր դատախազ չունենա, որ ձեռքը բռնեն, ասեն այն երես ինչ ես անում։ Հակակշռող զսպող մեխանիզմ, այսինքն եւ դա առաջարկում ենք անել հենց մեր իսկ կար, ոչ թե որոշումը կընդունենք հետագայի համար ապագայում մեզանից հետո ով գա, չէ, մեր կառավարման ժամանակաշրջանում առաջարկում ենք Ժորժան, մենք մեր իշխանությունը լիազորությունները կրճատում ենք։ Ու սա լավագույն տարբերակն է, որովհետև եթե երբ որ ունենում է վարչապետը լծակներ, միայն այնքան լծակներ, որպեսզի կարողանա ներքին եւ արտաքին մենեջմենտը իրականացնել, այսինքն պուջուր պետությունը պրոստը պետքա շնորհքով կառավարել, մնացած են գերջան արդարադատությունը, դա քոնը չի, դա պետությանն է, դա ժողովրդին է։ Եվ ամենակարևոր ֆունկցիաներից մեկը պետական խորհուրդը իրավունք է ստանում վետոներ դնել վարչապետի եւ ազգային ժողովի որոշումների վրա, որովհետեւ մենք ունեցանք իրավիճակ, երբ որ ակնհայտ հակապետական որոշումներ են կայացնում ու չկա մի հատ մարմին, որը կկարողանա ձեռքը բռնել։ Մի հատ իմպիչմենտը այն էլ հենց է գրած, որ հետ հնարավոր չի իրականացնել, ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չի իրականացնել։ Այնպես որ մեր առաջարկը ոչ թե քայլ արա Մերժի Նիկոլին, որովհետեւ դա ոչինչի չի բերելու։ Լավ, մի անգամ բախներս կբերի, մի հատ խելքը գլխին շնորհքով մեկը կգա կառավարի գնա, բա հետո մենք նորից այս դժողքով ենք անցնելու, չէ, համակարգը, երբ որ փոխվեց համակարգը, կարծում եմ մենք ռեսուրս էլ չկա դժողքով անցնելու այլևս։ Կամ մենք յուրահատուկ ժողովուրդ ենք։ Մենք հաջողացնում ենք մի քանի հազար տարի դժողքով գնանք ու գանք։ Մի օր պետքա կանգնենք։ Վատ տարբերակ չի, էլի վատ տարբերակ չի, բայց գիտեք, ինձ թվում է ինքն էլ է վերևը հոգնել, ասում է Ժորժ ջան, լավ հասկացանք, ես այսքան, որովհետև այն դրամաբանությունը, որով առաջնորդվել ենք մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, Ժորժ ջան, ես մի անգամ արտասահմանցիների հետ էի խոսում, ասում եմ, գիտես, ես նայում եմ այն ոնց եք դուք ապրում, ես հասկանում եմ, դուք պիտի չլինեիք այլևս, հասկանում եք, ոչ թե պետականություն պիտի չունենայիք, դուք պիտի ժողովուրդ որպես չլինեիք, բայց դուք կաք, ասում եմ, ինչ ես կարծում, պատճառն ինչն է, ասում դե ինչ որ մի բան վերևից կա, որովհետև դա մեր մտածած, մեր արածը չի էլի, այնպես որ ինքը մեզ պահում է, հիմա մնացած հոգնել է, արդարացիորեն, այո։ Չէ, կարծում եմ չի հոգնել, որտեղ իր ռեսուրսը անսահմանափակ է, ոնց որ ես գիտեմ, բայց բոլոր դեպքերում պատասխանատվությունը չկա կարանք իր վրա հույսներ, դեռ մի անգամ մենք մեր վրա պատասխանատվություն պիտի վերցնենք, ճիշտ ընտրություն կատարենք, ճիշտ որոշում կայացնենք եւ ստեղծենք համակարգ, որի պայմաններում ոչ մի դեգեներատ եւ դիկտատոր չի գա մեզ մի հասկանանք, մեզ պետք է պետություն, անկախ պետություն թե պետք չէ։ Հենց հասկացավ, հասարակությունը ժողովրդը ինքը կպահի։ Եթե զգում է, որ իսկապես պետք չէ, կարող է ամեն արկածախնդրի իշխանություն տա։ Սա քոնն է, սա իմն է, այս պետությունը իմն է, սա Նիկոլինը չի, սա Սերժինը չի, սա ոչ ռուսինը չի, թուրքինը չի, ով կար այնտեղ, ամերիկացունը չի, կալասինը չի, սա մերն է։ Մենք յուրահատուկ ազգ ենք։ Մենք մեր երեխեքի համար ամեն ինչ անում ենք, այն որ կոտորվում են, բայց լավագույն ուսումը, լավագույն, չգիտեմ, հագուստը, սնունդը, ասեք էլ ինչը, մեքենան, տունը, ամեն ինչ լավագույն։ Ժողովուրդ, մի անգամ պետք է այս ժողովրդի երեխեքի համար անենք լավագույնը, որակյալ պետություն ստեղծենք, պետություն, որը կկարողանա դիմակայել։ Այսպիսի տարբերակներ կան, աշխարհում կան դիմակայող հզոր բոլոր իմաստներով հզոր պետություններ, որոնք շատ փոքր են իրենց ռեսուրսներով։ Ու մենք դա կանելու ենք, ոչ թե կարող ենք անել, այլ մենք պատրաստ ենք դա անել եւ դա անելու ենք։ Շնորհակալություն Ես եմ շնորհակալ զրույցի համար։
Այսքանը հարգելի հետևորդներ, այսօր մեր հյուրներ Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը կհանդիպենք առայժմ։